Ավերակների է վերածել իսրայելական օդուժը Թեհրանի Շահիդ Չամրան քաղաքի բնակելի շենքերից մեկը։ Փրկարարները էքսկավատորներ են գործի դրել, որպեսզի փլատակներից հանեն մահացածների մարմինները։ Հունիսի 13-ին է Իսրայելը հարվածել 14 հարկանի այս շենքին, որտեղ զինվորականների ընտանիքներ էին ապրում։ Միայն այստեղ առնվազն 60 մարդ է զոհվել, 20 երեխաներ են, նրանց մեջ 6 և 9 ամսական փոքրիկներ։ Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է այրել Իրանի մայրաքաղաքը, եթե իրանական բանակը շարունակի խփել իրենց քաղաքացիական օբյեկտներին։ Թեհրանի բնակիչները բարձր գին կվճարեն իսրայելցիների դեմ հանցավոր հարձակումների համար։ Եթե Իրանը շարունակի հրթիռակոծել իսրայելական թիկունքը, Թեհրանը կայրվի։ Բայց Իրանը չի դադարում մեկը մյուսի հետևից ռումբեր նետել իսրայելական քաղաքների վրա։ Տեսախցիկները ֆիքսել են Իսրայելի Ռիշոն Լեցիոն քաղաքի բնակելի թաղամասի հրթիռակոծության պահը, մի քանի շենք է փլուզվել, զոհեր ու տասնյակ վիրավորներ կան։ Ռիշոն Լեցիոնի քաղաքապետը կոչ է անում բնակիչներին զգոն լինել, հետևել հրահանգներին ու մնալ նկուղներում։ Սիրելի բնակիչներ, իսրայելական բանակի յուրաքանչյուր սպա ամեն ինչ անում է քաղաքը պաշտպանելու համար։ Ես ամեն ինչ տեսել էի, բայց երբեք նման ավերածություններ չեմ տեսել։ Իմ ամենակարևոր ուղերձն այն է հետևել հրշեջ ծառայության հրահանգներին։ Բոլոր նրանք, ովքեր նկուղում էին, ողջ դուրս եկան այստեղից։ Խնդրում եմ ձեզ, սիրելի բնակիչներ, մտնել նկուղ։ Այսօր առավոտյան Իրանը օդ է բարձրացրել 2000 կիլոմետր հեռահարությամբ Արաշ տիպի մահապար դրոններ։ Չի բացառվում, որ հենց այդ դրոններով էլ ռմբակոծվել է իսրայելական քաղաքը։ Թեհրանը վստահեցնում է իր անօդաչուների ու բալիստիկ հրթիռների օգնությամբ շարքից հանել է իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգեր։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարում է, որ իր հակաօդային պաշտպանությունը խոցել է Իսրայելից ուղարկված երրորդ ամերիկյան F-35 կործանիչը։ Այն այսօր ներխուժել էր Իրանի արևմտյան շրջան։ Ըստ իրանցիների կործանիչը պատրաստվում էր գրոհել բնակելի թաղամասերի վրա։ Իրանական որոշ աղբյուրներ հայտնում են, թե իսրայելցի օդաչուին գերի են վերցրել Իրանի հատուկ նշանակության ուժերը։ Իսրայելը չի հաշտվում աղետալի գիշերվա հետևանքների հետ։ Մինչև լույս օդային տագնապի ազդանշանը չի անջատվել այնտեղ, գիշերվանից է Իրանը սկսել իր ճշմարիտ խոստում ռազմական օպերացիան Իսրայելի դեմ։ Հաջուրավոր ռումբեր են թափվել Իսրայելի գլխին, հրթիռակոծվել են ռազմական ու միջուկային օբյեկտներ։ Սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է թույլ տվել, մեծ չարագործություն։ Հետևանքները նրանք կդժբախտացնեն, եթե Աստված կամենա։ Իրանի ժողովուրդը չի թողնի, որ մեր անգին նահատակների արյունը իզուր թափված լինի։ Բոլորը զգում են, որ մենք պետք է ուժով գործենք սիոնիստական չար ռեժիմի չար ինքնության դեմ։ Նրանց ոչինչ չենք զիջելու, մենք նրանց կյանքը դառնացնելու ենք։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որ խփել են Իսրայելի տասնյակ հրթիռների, ռազմական ու օդային բազաների։ Շարքից հանել են Իսրայելի Նևաթիմ, Օվդա և Թելնոֆ ավիաբազաները, որոնք օգտագործվել են հունիսի 13-ին Իրանի վրա աննախադեպ հարձակումների ժամանակ։ Իրանական հաջուրավոր հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվի Կիրիա կառավարական համալիրի վրա, այնտեղ է գործում Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբը։ Իսկ այս կադրը տարածած տելեգրամ ալիքները վստահեցնում են, որ սա ազգային անվտանգության նախարարության հրթիռակոծության պահն է։ Իսրայելը ևս չի դադարեցրել Իրանի վրա գրոհները։ Պաշտոնական Թել Ավիվը վստահեցնում է, որ ևս 9 իրանցի գիտնականի է սպանել, որոնք աշխատում են ուրանի հարստացման համար։ Իրանը հայտնում է իր ևս 2 բարձրաստիճան զինվորականի սպանության մասին։ Քերմանշահ քաղաքում գտնվող իրանական հրթիռային բազան է խոցվել առավոտյան, այնտեղ դեռ թանձր ծուխը երկինք է բարձրանում։ Ամեն ինչ դեռ առջևում է, ռեժիմը դեռ չգիտի, թե ինչ հարվածներ է ստանալու։ Գիշերը Իսրայելը գրոհել է նաև Զանջան նահանգում գտնվող Իրանի բանակի կենտրոնական զրահատանկային բրիգադի բազայի վրա։ Լուսադեմին Թեհրանի Մեհրաբադի օդանավակայանի վրա էլ բալիստիկ հրթիռներ են ընկել, սակայն օդակայանը լուրջ վնաս չի կրել։ Հասմիկ Սերոփյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։